օգոստոսի 17-ն է։ Գտնվում ենք Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյանց 127 կոտորակ 32 շենքում 1, 2, 3, 4, 5, 6 հարկանից շենք է ու հիմա որ ասեմ կարող է շատերը ասեք գույները խտացնում են։ Պատկերացրեք 21-րդ դարում մարդիկ բնակվում են արդեն 3 օրից ավելի առանց լույս ու տեսեք ամառվա այս տապին, այս եղանակին, որ թիվ 1 խնդիրը հոսանքն է, իդեպ իմ տեղեկություններով բնակիչները կանոնավոր, պարտաճանաչ, անգամ բնակիչներ կան, ովքեր կանխավճար են մուծում էլեկտրաէներգիայի համար, բայց 3 օրից ավելի մնացել են առանց լույս։ Մուծումը կատարում են Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը հետին, սակայն հոսանքը ստանում են, ժողովուրդ ջան, հոսանքը որտեղից եք ստանում։ Հոսանքը որտեղից եք ստանում։ Երկաթգծից, միջև այդ խնդիր չի եղել։ Չէ, լույսը նկատում։ Միշտ էլ անդադ եղել է, այսպես բայց ես երկաթ գծի բաժանյութն։ Հա, երկաթ, բայց հետին եք վճարումը կատարում։ Էլեկտրոցանցին են վճարումները կատարում։ Տեսեք, այս երեխեք այս ամառվա տապին գոնե օրը գոնե 2 անգամ պիտի լոգանք ընդունեն, լույս չկա։ Ասում են երեխեքը թող հեքիաթը կանչե, սիրուն հաղորդումը նայեն, այդքան կնեն։ Ինչ նայեն, այս մարկանց հեքիաթը կանչե, չարը նստել այս մարկանց պարանոցին ու ինչքան ժամանակ է 3 օրից ավելի է թողել է առանց լույս։ Երեխեք բա ֆուտբոլ, խաղեր ոնց եք նայում որ լույս չունեք։ Չեք նայում։ Մեր մոտ կա լույս։ Հա։ Ինչա։ Ֆուտբոլի հարցն չէ, մարդիկ գործից եկել են։ Երեխեքին հետի հաց չեն տալու։ Ֆուտբոլ ոնց եք երեխեքն։ Արդեն 20:30 է, մի քանի ժամ հետո կլռան արդեն 4-րդ օրը, որ այստեղ ապրող մոտավորապես 200-ից ավել երեխեք կլեն, չէ, բնակիչներ։ Մոտ 250-ից ավելի բնակիչներ, իդեպ նշեմ, որ այստեղ կան նաև ավակ սերնդի ներկայացուցիչներ, մեծահասակներ, ովքեր ունեն առողջական խնդիրներ, այստեղ կան նաև մեծ թվով երեխաներ ու հիմա 21-րդ դարում մարդիկ հայտնվել են քարե դարում, ոչ հոսանք կա, ոչ էլ, շատ հաճախ է այս խնդիրը բարձրաձայնվել բնակիչների կողմից, սակայն ոչ մի անգամ այսպես երկար, ասում եմ, մի քանի ժամ հետո հեսա 4-րդ օրն է լրանում, դրա համար հիմա հենց այստեղից երեխաներն են հենց խնդրանքով դիմում պարոն վարչապետ ձեզ, որպեսզի դուք միջամտեք հեծը եւ երկաթգիծը վերջապես այն որ ասում իրենց փեշերից քարը թափեն ու հոսանքի հարցը լուծեն, ասում եմ ու վստահ եմ, սա բացառիկ այն շենքերից մեկն է, որ մարդիկ կանոնավոր վճարումները կատարում են, շատ տեղերում եմ ես եղել, որ մարդիկ բնակիչները, սպառողները պարտքեր են ունեցել, բայց սա բացառիկ շենքերից է, որ մարդիկ կանոնավոր, ասում եմ, որոշ դեպքերում էլ անգամ մեծ մասը կանխավճարներ են մուծում, բայց հիմա նստել են մութ, սպասում են, թե երբ օրը պիտի բացվի, որ տեսնեն ինչ անեն։ Երեխաներին հիգիենաները պահպանելու մաքրելու համար նաև մեծահասակների ստիպված մարդիկ գնում մոտակա խանութներից ամեն օր, որ սուտ չասեմ, երևի 10-15 հազարը ջուր են գնում, որ գոնե դրանցով երեխաների լողացնեն։ Երեխեք, հիմի վարչապետին խնդրում եք, դիմում եք, որ ձեր հոսանքի հարցը լուծեն, չէ։ Պարոն վարչապետ, դուք էլ լավ կարդացած եք, գիտեք մեծն Սևակին, Սևակը, որ ասում էր աշխարհին մանկան մաքրություն է պետք։ Հիմա այս մաքուր հոգիներով մաքուր երեխաները խնդրանքով դիմում են ձեզ, ինչին նաև ես եմ միանում, խնդրում եմ, կարող եք դուք հնարավորություն ունեք հրատապ ձևով այս հարցը լուծեք։ Ոչ քաղաքապետարանը կարա լուծի, ոչ թաղապետարանը, ոչ հետը,
ոչ էլ մյուսը որ կառույցներ։ Երկար գիծը, այնպես որ խնդրում ենք։ Ես միանում եմ երեխաների խնդրանքին, որպեսզի հոսանքի հարցը լուծվի։ Չհաշված։ Էլ եմ ասում, մեծահասակներ էլ կան, իրենք էլ բուժման մի քանի մեծահասակներ ուղղակի չեմ ուզում իրենց կադրերը ցույց տամ, առողջական խնդիրներ ունեն, սիստեմաներ են ընդունում ու իրանց պետք է որ շատ միշտ ունենան հոսանք, որովհետև այդ հոսանքից նաև իրենք սիստեմաները ինչ որ բաներ են միացնում, էլ են բժշկական պարագաներ։ Ասում եմ, սա բացառիկ շենքերից է, որ մարդիկ կանոնավոր վճարումները կատարում են։ Հեն երեխեք ջան, հուսանք, որ այս երկու օրը կլինի, ինչքան շուտ այնքան լավ, չէ՞։ Հոսանք ունենաք։ Այսօր արդեն 4-րդ օրն է դառնում։ Այսօր արդեն 4-րդ օրն է դառնում։ Սառնարանի բան եղածները սաղ թափելու բան է դառնում արդեն։ Իսկ հաշվիչները որտեղ է։ Ներքև, բայց կարամ մտնեմ։ Պաստանցյանը ձեզ ցույց։ Պաստիչ մի հատ հաշվիչը նկանք, հետո պաստանցյան։ Դե քանի որ նայ կենտրոնական հաշվիչ են դրա, սա բոլոր հարցակալության Հա դե հաշվիչներս դե դրածը ամեն անգամ կանոնավոր էս է, այստեղ է հաշվիչը։ հաշվիչները սպեր հա, էսա։ Այս հաշվիչները դրանց ակուրատներ սարքած է։ ակուրատնի սարքած է, բոլորը Վճարումները մարդիկ կանոնավոր անում են։ Շենքը գազաֆիկացված չի, եթե գազով էլ չեն կարողանում յոլա գնալ ուղղակի։ Դե թիվ 1 խնդիրը հոսանքը կարգավորի վերջնականապես։ Ուզում եմ ասեմ, կարող մտածել լույս չկա, գազ կա, բայց այս դեպքում գազ էլ չկա։ Պաստանցյան կանակ դաժե նկարեք փողոցի վրա, Շատ է հեռու պաստանցյան։ դիմաց այդ փողոցի դեպից հասանելիքում ընդհանուր չկա։ Ժամանակի վճարումը երկաթ գծից հա, Քանի մուտք հա։ 3 մուտք դա։ 3 մուտք, ըստեն առել է շենքը մեծ ընտիր։ Այն կողմեն թևելն նկա հենաշեն։ Մնացել է առանց հոսան։ Շատված վիճակում։ Այս բնակիչներն են, չէ՞, սիրուն սարքի այգին։ Ինձ սիրուն այգի է սարքած։ Երևան շատ թաղեր կնախանձեն, հլստեն նայ։ Իվան լետ հոսան տարում։ Շատված վիճակում։ Ախտած վիճակում։ Ամեն ինչ այլ է Այսինքն ստեղից սնուցվում է, ստեղից է քանի տարի հոսանքը կանոնավոր ստացել։ Հնա, էսի ձեր կաբելն է, էսի միանում է հետմա ձեր շենքին։ Հիմա այստեղից անջատել են։ Սնուցում չկա, իրանք սնուցումը ասում են վթար է, Բայց ուր աստ է վթար։ չգիտեմ որ դիտա, ոչ ասում։ Ո՞նց է այդ բանը, եթե չկա, ո՞նց է այդ բանը։ Էսի պաստանցյան է մի խոսքով էլի, չէ, ստեղից կաբելը սենց օթային գնում հասնում ընդ է։ Բայց ժողովուրդը մեղք է, էսի պետք է Հեսա 4-րդ օրն է լռանում։
Դե պիտի կարգավորվի անպայման ու վերջնական կարգավորվի էլի։ Ոչ թե մի տան մի քանի օր հետո նորից անջատել։ Ստե հեծը մեղավոր չի, բայց հեծը մեղավորություն չունի։ Հա, հա։